Տասնամյակներ անց Հայաստանի ժողովրդական արտիստ, համաժողովրդական սեր վայելող Ռուբեն Մաթևոսյանը վերադարձել է հարազատ կրթօջախ, որտեղից սկսվել է երաժշտի նրա փառապանծ ճանապարհը եւ որտեղ իր մեծ ուսուցիչներից առել է ոչ միայն երգելու, այլև կյանքի համար ամենակարևոր դասերը։ Մեծ սիրով է խոսում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի ու հրաշալի կրթական պայմանների մասին եւ նույնքան մեծ կարոտով հիշում է իր աշակերտության տարիները, երբ դպրոցը շենք չուներ, իսկ ինքը գործիք, եւ մեծ պոետի անունը կրող երաժշտական դպրոցը դեգերում էր տարբեր շենքերով։ Սիրված երգիչը փաստում է, դա չխանգարեց, որ այդ մեծ սերը ժառանգորդության իրավունքով փոխանցի իր զավակներին։ Իմ տղան սովորեց, ավարտեց այս դպրոցը, հետո աղջիկս ընդունվեց եւ սովորեց այս դպրոցը նույն ուսուցչուհու Սերինե Գայկովնայի մոտ։ Ես չեմ կարող ուրանալ, չեմ կարող չմեծարել, չեմ կարող չխոնարհվել, չեմ կարող ասել շնորհակալություն, ախր դա պարզ մի բառ է, բայց իրականության մեջ շնորհակալությունը գաղափար է, որ պետք է յուրաքանչյուրը գիտակցեն եւ գոնե բարձրաձայն ասեն շնորհակալություն։ Դպրոցում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն պարբերաբար կրթօջախի հյուրընկալ հարկի ներքո ընդունում են ազգային մշակույթի հայտնի դեմքերին, որոնք այսօր ճաշակ եւ մթնոլորտ են թելադրում երաժշտության ոլորտում։ Սերունդների երկխոսություն հանդիպումներ Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում նախագծի շրջանակում տեղի ունեցած հանդիպումները միավորում են կրթօջախի տարբեր սերունդների երաժիշտներին, իսկ այսօրվա պատվո արվեստագետը, մարդ, որի ձայնը գերել է միլիոնավոր հայերի սրտերը, երբեք չի մոռացել հարազատ կրթօջախը եւ ասես դարձյալ տուն է վերադարձել։ Այսօր մեր հյուրը, որը ոչ այնքան հյուր է, որովհետև մեր դպրոցի շրջանավարտն է, մեր հռչակավոր երգիչ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն է, որի ձայնը, որի երգը դարձել է մեր մշակութային ժառանգության մի կարևոր մասը։ Եվ մենք հպարտանում ենք դրանով, Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցը հպարտանում է դրանով, որ տասնամյակներ առաջ, ավելի կոնկրետ 50-ական թվականներին մեծ երգիչը Ռուբեն Մաթևոսյանը սովորել եւ ավարտել է այս դպրոցը։ Սայաթ-Նովացիների նոր սերնդի հետ հանդիպումը շատ ջերմեր ու մտերմիկ, իր հուշերի, գնահատականների ու կարոտների մեջ ժողովրդական արտիստը անկեղծանում է մինչև վերջ, սիրով պատասխանում է բոլոր հարցերին ու դարձյալ պատգամում, երբևէ չմոռանալ, թե որտեղից է սկսվել քո ճանապարհը։ Պաշտեք դպրոցը, որովհետև կավարտեք այս դպրոցը կգնաք եւ ձեզ մեջ ոչ թե մի մասնիկ կմնա, այլ մի ամբողջություն երաժշտության աշխարհի հետ առնչվող։ Իսկ հանդիպման ավարտին կրթօջախի սաները ներկայացան հատուկ պատվո հյուրի 85-ամյակի առիթով պատրաստված համերգային ծրագրով։ Նունե Ալեքսանյան, Արամ Հարությունյան, լուրեր։